Պերսի, բանը մերա հոգի աղա։ Ցանկացած երկրում, երբ որ 5-ից 10 հազար մարդ է հավաքվում, ցանկացած երկրի իշխանություններ ահաբեկվում են, նրանք խառնվում են իրար, չգիտես ինչի մեր մոտ անպայման պահանջում են, որ եթե 1 միլիոն մարդ է ձայն տվել, որ այդ 1 միլիոն մարդը պետք է փողոց դուրս գա, որպեսզի հարցը լուծվի։ Ուրեմն շատերս մտածում ենք եւ բազմիցս նման հարթակներից նաեւ հայտարարում ենք, որ ժողովուրդն հայտնվել է վախի ու սարսափի ինչ-որ մթնոլորտում, մարդիկ վախենում են, սարսափում են, իրենց վրա ճնշումներ են ներգործում եւ այլն, եւ դա է պատճառը, այդ թվում նաեւ որ այսօր այս հրապարակում սակավաթիվ են մարդիկ։ Բայց մենք երեք համոզվեցինք, որ ոչ թե մենք ենք վախենում, մենք չպետք է վախենանք։ Մենք արդեն վախին հրաժեշտ ենք տվել, փետրվարի 18-ին հրաժեշտ ենք տվել, եւ այլևս այդ վախը մենք չենք ընդունի, ոչ մեր սրտում, ոչ էլ մեր հոգիներում։ Մենք երեք տեսանք հակառակ պատկերը։ Հիմնական վախը նրանից է, որ իշխանությունը սարսափում է այս ձևակերպումից, որը կարող է իրականանալ, որ ժողովուրդը պետք է ձևավորի իշխանությունը։ Քիչ առաջ իմ շատ հարգելի ծանոթներից մեկը մոտեցավ, ասեց՝ դանդաղ եք գնում, կտրուկ քայլերի գնացեք եւ այլն։ Գիտեմ, որ ազնիվ է մոտեցումը, գիտեմ, որ իսկապես հատել է սահմանը արդեն, գիտեմ, որ արդեն սպառվել է նույնիսկ ոչ միայն համբերելու, այլ նաեւ ներելու լիմիտը իշխանության, այդ ամեն ինչ հասկանում ենք։ Մենք շփվում ենք ժողովրդի մեջ, գիտենք, բայց հավատացեք, որ կարևոր հաղթանակ արձանագրելու համար պետք է եւ համբերատարություն եւ կամք, որպեսզի կարողանանք հասկանալ, որ մենք երկար ճանապարհ պետք է հասնենք։ Լավ հաջողությունը, ճշգրիտ հաջողությունը այդքան էշտ չի տրվում։ Այս վերջի 3 շաբաթները մի փոքր ծեր նման հաց չուտելով ես հասկացա, թե մեր ժողովրդի կեսը, եւ սա կատակ չէ, ինչպես է ապրում։ Թող ոչ մեկը չքարոզի հայ ժողովրդին, որ Արցախը վտանգի տակ է, այո, Արցախը միշտ է վտանգի տակ է։ Եվ զգուշացնում եմ, Արցախի սպեցնազը, ՕՄՈՆ-ը, հատուկ նշանակության զորքերը, Ագանովի, Ագանովսկի, Ջոգադը հայտնի, թող իր գործի մեջ լինի Արցախի ներսում, հանգարց քաղաքացիական մեր պայքարում թող հայ տղաները հալալ մեր հարազատ զինվորները չմտցնեն։ Պահանջում եմ եւ զգուշացնում։ Այսօր հայ ժողովուրդը գործրեց նվիրական ազատամարտիկ Փոշան գյուղի գյուղապետ հպարտ մարդ քաղաքացի դաշնակցական սպանեցին իրեն օրը ցերեգով վախկոտները։ Մենք պահանջում ենք, որ գործող դե ֆակտո իշխանությունները ապրիլի 9-ին ընթരാճ բացահայտեն այս կստմնելի ահապետչությունը եւ հանգարց չլինի, որ Սյունիքի, Գեղարքունիքի, այլ սատրանքների եւ բռնությունների 18 թվականի փետրվարի 18-ի համատարած ընդրախախտումների հետքերով սա թերորի վախի սպառնալիքի հերթական դրսևորում է։